Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Պաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում այսօր զրուցելու եմ Դեմոկրատական կուսակցության նախագահ, միասին շարժման համահիմնադիր Արամ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ արդեն ուղիղ տեքստով հայտարարեց, որ կարծում է, որ պետք է Սահմանադրությունից հանել անկախության հռչակագրին հղումը եւ արդեն ոչ առաջին անգամ հայտարարում է այն մասին, որ Հայաստանում Արցախյան էջը, Ղարաբաղյան հարցը, Ղարաբաղի շարժումը պետք է փակել, քանի դեռ ինքնիշխանություն է այս շարժումը, այս հարցն այլևս փակ է լինելու։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը, ինչ կասեք։ Այստեղ մեկնաբանելը շատ բարդ է, որովհետև գործ ունենք երևի թե մի անձի հետ, որը որ արդեն վերջնական դեգրադացիա է ինքը իրեն ենթարկում, այն տեսանկյունից, որը որ կոչվում է ազգային կերպար։ Եթե ազգային կերպար ունեցող մարդ լիներ, ապա մենք չէինք լսի այսպիսի անհետեցություններ, եւ ես կհամոզված եմ, որ Արցախի հարցում ինքը այսօր այն պարտավորությունն ունի, որ պետք է ամբողջական վերացնի, միառժամանակ հատուկ շեշտեց, որ իբր Արցախը Հայաստան է, որպեսզի այդ ամբողջը մի ամբողջ ծրագիր է, որը իրենք իրականացնում են ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ նաեւ Մեծ Բրիտանիայի ղեկավարությամբ, հա, որովհետեւ եթե Ռիչարդ Մուրը իրենց ամենաթունելի եւ հարազատ անձնավորությունն է, որի հետ միշտ քննարկել են եւ քննարկում են բոլոր հարցերը, կնշանակի, որ իսկ Ռիչարդ Մուրը դա մի 6-ի ղեկավարն է, այսինքն նրանց հետախուզական վարչության, ուրեմն կնշանակի, որ այս ամբողջը միասնական մի ծրագիր է։ Եվ հիմա արդեն եկել է այն պահը, երբ որ Մեծ Բրիտանիային շատ անհրաժեշտ է, որպեսզի այս տարածաշրջանում փոխվի ամբողջական պատկերը, Թուրքիան, որովհետև իրենց համար Թուրքիան շատ նույնպես հարազատ երկիր է, ինքը ընդհանրապես Էրդողանի ընկերներից է, որպեսզի այստեղ Թուրքիան ունենա անհամեմատ ավելի մեծ դերակատարություն, որի արդյունքում Ռուսաստանը այստեղից կհեռանա, Հյուսիսային Կովկասը կվերանա լինել Ռուսաստան, Միջին Ասիայի կամ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները դառնան թուրքալեզու պետությունների միություն եւ այլն եւ այլն։ Այսպիսի հեռանկար է, որին մասնակից է դարձել այսօրվա ես որքան տեսնում եմ իր գործողություններից, այսօրվա այս անձը Նիկոլ Փաշինյանը եւ ուրիշ կերպ չի կարելի բացատրել, թե հանուն ինչի պետք է պետության ղեկավարը մի հատվածի հայ ժողովրդի մի հատվածին հալածի արդեն այն աստիճան, որ սկսեն ատելության, ուրեմն եզրեր գտնել եւ ատելության խոսք ներկայացնել արցախայցության նկատմամբ իրենց կողմից հովանավորվող լրատվամիջոցներ։ Արդեն բացահայտ է, եւ առավել եւս, որ նրանք, ովքեր այդ ատելության խոսքն են ասում, պատիժ չեն կրում։ Այն ժամանակ, երբ որ ցանկացած մի որևէ այսպես կոչված վիրավորանքի համար ընդդիմության ներկայացուցիչները տասնյակ ուրեմն դատական նիստերով են անցնում, հա, եւ այս պարագայում ես կարծում եմ, որ այո, մենք այդպիսի գործ ունենք այդպիսի բանի երևույթի հետ եւ ցավում եմ, որ դրան է նաեւ հակված մեր ժողովրդի մի ինչ որ փոքր հատված ամենայն դեպս։ Միակ բանը, որը ես կարող եմ ասել, որ Արցախայությանը դիմելով, որ երբևիցե թող նրանց վրա այդպես մեծ ուշադրություն չդարձնեն, ասեմ միասին շարժման մեր խորհրդում մեծ քանակությամբ արցախայության ներկայացուցիչներ կան, մենք շարունակում ենք աջակից լինել Արցախի բոլոր ուրեմն օղակների գործունեությանը եւ նաեւ վերջերս հանդիպեցինք Վրանում այսօրվա այդ խորհրդի կազմի հետ եւ իհարկե մենք շարունակելու ենք Արցախյան շարժումը, ինչքան էլ դա դուր չգա Նիկոլ Փաշինյանին, ինքը չի որոշելու, Արցախյան շարժումը եւ նաեւ Արցախի հիմնահարցի կարգավորման խնդիրը
որի չի հրաժարվել ԵԱԿ-ն, որովհետև ԵԱԿ-ն ոչ թե միայն համանախագահություն է ձևավորել, այլ Մինսկի խումբ, որտեղ 9 պետություն են ներգրաված, եւ մեր խնդիրներից կարևորագույնն է այս պահին նորից միջազգայնացնել այս հարցը, առավել եւս որ այդպիսի արդեն մենք օրինակներ ունենք, Եվրախորհրդարանը այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ, այսօր ես նայեցի Լոս Անջելեսի համապատասխան կառույցը դատապարտեց եւ 23-24-ը համարեց հիշողության օր եւ այլն հայության ցեղասպանության հետ կապված, այնպես որ ոչինչ չի ստացվի այս պարոնի կամ իր խմբակի հետ իրենց ցանկությունը չի կատարվելու, դա միանշանակ է։ Պարոն Սարգսյան, տեսեք, շատերը մտահոգություն են հայտնում այն մասին, որ երբ հանում ես անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից, սա 4-րդ հանրապետության հիմք է, այսինքն 3-րդ հանրապետության լուծարում է ենթադրում եւ ըստ էության նա գնում է այն ճանապարհով, որի մասին հայտարարել է 1-2 անգամ, 4-րդ հանրապետություն ստեղծելու մասին է խոսում, ինչ հենք է ունենալու այդ իր նշած ըստ ձեզ, իր նշած 4-րդ հանրապետությունը, եթե իհարկե ինչպես դուք քիչ առաջ ասացիք, եթե այն ունենանք։ Ուրեմն սկսենք նրանից, որ պետք չի ամեն ինչ որ նրանք հատուկ սադրանքի ձևով ներկայացնում են քննարկման, մենք էլ այդպես լուրջ քննարկենք հանրակրվեն, որը իրենք փորձելու են իրականացնել։ Դա արդեն ցույց է տալիս, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը իրականում անընդունելի է համարում այս իշխանությունը։ Եվ այս չղածիկ, այս բոլոր քայլերը, որոնք հիմա իրենք անում են, այս հիստերիան, որ իրենք խորհրդարանում կազմակերպում են, ամեն մեկը մի ինչ որ ես իմ անհետեցություն կամ ցինիզմից տառապող մարդիկ կան այնտեղ, որոնք ներկայացնում են այդ ամենը։ Ես կարծում եմ, որ դա իրենց հոգեվարքի ժամանակն է եկել։ Իրանք շատ լավ հասկանում են, թե եթե հանկարծ լինեն իսկապես ընտրություններ, ինչպիսի արդյունք է լինելու։ Կապ չունի, թե այսօր ընդդիմությունը իրար հետ ամբողջական միասնական է, թե ընդդիմության ամենագլխավոր արժանիքը այս պահին նա է, որ բոլորը դեմ են այս իշխանությանը եւ շուտապույտ ուզում են այս իշխանությունից ազատվել։ Սա գլխավոր հարցն է։ Թե ինչպես կընթանա այդ ընտրությունների ընթացքը եւ ինչպիսի արդյունք կունենանք, դա ապագայի խնդիր է։ Բայց ես համոզված ասում եմ, որ այսպես կոչված իրենց ցանկությունը 3-րդ հանրապետությունը չեղարկել, դա գիտեք, այն ցնորվածի միայն ուղեղում կարող է արտանալ, երբ որ Ֆրանսիայում իրար հետևից ձևավորվում էին առաջի, երկրորդ, երրորդ, հիմա 5-րդ հանրապետությունն է, հիմքերը մնում էին նույնը։ Ազգայնականությունը, հենց ազգայնականությունը, ոչ թե ազգայինը, ազգայնականությունը Ֆրանսիայի ժողովրդի ուրեմն գիտակցության մեջ է։ Եվ Դե Գոլը հատկապես այս ժամանակ իրոք իրականացրեց այն, որ հիմա սրանց ում հետ համեմատես, կարելի է համեմատել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես եղել են իրենց պետության, իրենց ազգի առաջնորդները, անհնար է։ Ուրեմն կնշանակի, որ չի կարող լինել 4-րդ հանրապետություն առանց պահպանելու այն ամբողջ արժեհամակարգը, որի հիմքում կա հայապահպանությունը եւ հայկական պետությունը։ Առանց դրա չի կարող լինել։ Եթե լինեին անհրաժեշտություն լինի ապագայում համակարգի փոփոխություն, համակարգի, որի կողմնակիցը մենք ենք, մեր կուսակցությունը այս բոլոր 30 տարվա մեջ մենք համարում ենք այն համակարգը, որ ձևավորվել է պետությունում, սա է, որ պատճառ է, որ այսպիսի մենք իրավիճակում ենք։ Համակարգի փոփոխության դեպքում, այո, կարող է պատահի, մենք անվանենք դա նոր հանրապետություն 4-րդ, բայց ոչ մի կերպ, ոչ մի դեպքում ձեռք չտալով այն հիմքին, որը որ ձևավորվել է։ Անկախության հռչակագիրը դա առաջնային փաստաթղթերից է ընդունված 1990 թվականին, երբ որ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, եւ ես այդ ժամանակ իհարկե Խորհրդային Միության ներկայացուցիչն էի, ոչ թե ՀՀՇ-ի, բայց մենք հասկանում էինք, որ եթե երկիրը գնում է արդեն փլուզման չէր գնում, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է պատահի Խորհրդային Միությունը ընդհանրապես վերանա։
բոլորը հասկանում էին, որ Խորհրդային Միությունը ձևափոխվում է, վերափոխվում է, ինչ որ ռեֆորմների է գնում, որը իհարկե Գորբաչովի դատարկ գլխի պատճառով չեղավ այնպեսին, ինչպիսին անհրաժեշտ էր, բայց ունենք այն, ինչ որ ունենք։ Եվ երբ որ արդեն հաստատվում էր անկախության գաղափարախոսությունը, իհարկե այդ երկու սկզբունքը Արցախի հիմնահարցը, որը համազգային հիմնահարց է, եւ ցեղասպանության խնդիրը, որը նույնպես համազգային խնդիր է, ով է Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա ազգի փոխարեն որոշի կամ ազգի դեմ գնա։ Դա անհետեցություն է, դա ինքը եթե այդքանը չի հասկանում կամ հասկանալով անում, այդ ուրիշ է։ Ուզում ասեմ, դա այնքան պարզ բան է։ Այդ դեպքում ուղղակի պետք է վերանա ընդհանրապես հայի ինքնությունը։ Եթե այդպիսի քայլի գնանք։ Ես համոզված եմ, որ արդեն ասել եմ, մի անգամ էլ ձեզ մոտ կրկնեմ։ Իշխանապողությունը իմիջիալոց իրականացնում է բացարձակ փոքրամասնությունը, որքան էլ տարօրինակ չտվա, որովհետև հենց փոքրամասնությունն է, որը ակտիվ գործողությունների է դիմում, եւ փոքրամասնությունն է, որ գաղափարական հենքի վրա է ձևավորված, եւ ինքն է, որ որոշում է, որ չէ, այսպես շարունակել ապրել չի կարելի։ Այն լրակյաց մեծամասնությունը, ինչպես խոհանոցում նստած է եղել, այդպես էլ շարունակում է մնալ։ Այնպես որ թող հասկանան, թե ինչ է իրենց սպասում։ Հիմա դուք տեսնում եք այդ ակտիվ փոքրամասնության կորիզը, որ արկա է։ Միանշանակ, որովհետև եթե տեսնում եք բոլոր այն նրանց, ովքեր բողոքում են այս իշխանության դեմ, եթե տեսնում եք Գյումրիի եւ Փարաքարի եւ կամ նույն Վանաձորի եւ մյուսների ընդհանրապես ուրեմն գործողությունները եւ արդեն արդյունքը այդ ընտրությունների, ինքնին հասկանալի է, չէ՞ որ այդպես էլ կա։ Այո, 1 տարի առաջ շատ-շատերը այս իշխանությունից այսպես ահաբեկված էին եւ վախ կար մեջները։ Հիմա ցույց տվեց Գյումրին եւ Փարաքարը, որ այդ վախը դուրս եկել, վերացել է արդեն։ Եւ դա ամենակարևոր հանգամանքն է։ Եվ ես համոզված եմ, որ այդ փոքրամասնությունը, որը իսկապես բացարձակ փոքրամասնություն է, ես նկատում եմ իր ամբողջ էությամբ, ինքը այո կատարելու է այդ գործողությունը։ Մասակցան ընտրություններով, թե ամեն դեպքում արտահերթի գնալով, այսինքն փողոց գեներացնելով։ Տարբերակները մի քանիսն են, որովհետև սա ընդունված ձևեր են։ Օրինակ, այո, մեկը ընտրություններն են, մեկը արտահերթ ընտրություններն են, մեկը փողոցը ժողովուրդը արդեն այստեղ նա հասել դուրս է գալիս եւ ամբողջովին պարալիզացնում է նրանց գործունեությունը եւ հեռացնում իշխանությունից։ Impeachment-ը կա, իհարկե, դա էլի ժողովրդի աջակցությամբ, այն ինչ որ արեց Նիկոլայի ժամանակ 18 թվականին, մի քանի հազար մարդով պարտադրեցին, որ ուրեմն խորհրդարանը քվեարկի իր օգտին, այնպես որ տարբերակները կան։ Հիմա հարցը նրանն է, թե որքանով այս մարդիկ, որոնք իբր համոզված են, որ իրենք ընդմիշտ իշխանություն են։ Ամենազարմանալին դա է, ամեն իշխանություն նույն բանն է, նույն հիվանդությամբ է տառապում։ Ես դες հավատացնում եմ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև սրանց։ Այսինքն իրանք բոլորը համոզված են, որ եթե իրանք կարողացան այսօր ժողովրդին ուղարկել տուն, ինքը գնաց ձայն չի անում այսօր, ուրեմն վաղն էլ լավ կլինի։ Այդպես չի լինում։ Պատմությունը պետք է իմանալ, գրագիտություն չունեն, 0 է սրանց գրագիտությունը։ Այդ իրենք էլ են խոստովանում։ Այո, 7 տարի առաջի դասարանում են։ Այնպես որ ուզում ասեմ, այս ցինիզմից պետք է ազատվել։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր որ հիմա Արցախահայությանը փորձում են մեղադրել եւ ինչ որ երևի մի 3 թուման փող են ստացել կամ չգիտեմ 3 շահի ոնց էին ասում եւ դրա դիմաց սկսել են ատելության խոսք ներկայացնել։ Դա վաղը ամաչելու են, բայց արդեն ուշ է լինելու։ Եթե իհարկե ամոթ ունեն, իհարկե, որտեվ այդ նույնն է, որ եթե հիմա մենք սկսենք քյավառցիները սկսեն երևանցիներին ամեն ինչում մեղադրել, օրինակ, կամ գյումրեցիները, վանաձորցիներին, այսինքն դուք հասկանում եք, ես ինչ է կատարվում։ Մասակցան դուք պատահական եք համարում, որ հենց այս օրերին ակտիվացել է Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիաները եւ հատկանշական է, որ այս ակցիաները նախաձեռնում է հենց այն խումբը, որը
նաև Արցախի շրջափակման վերջին օրերին Արցախում էր ակցիաներ անում, հակառուսական այսպես ակցիաներ էին տեղի ունենում։ Հիմա այս նույն խումբը այստեղ է Արցախի ներկայացուցչության դիմաց եւ ինչ որ պահանջներ են ներկայացնում, ի վերջո այստեղ ինչ լծակներ ունեն այդ մարդիկ, եթե պահանջներ ունեք, ապա դատախազությանը թերևս միանշանակ։ 20 հոգի համարենք, որ նրանք օй, վայ, տեսեք, պետք է ուշադրություն չդարձնեն դրանց վրա, թող գնան ինչ ուզում են, որովհետև այդ 20 հոգին հասկանալի է, չէ, որ չունեն են համապատասխան աջակցությունը արցախայության, որոնք կարող են արցախայությունը պաշտպանելու է իր ներկայացության շենքը, այդ ուրիշ հարց։ Արցախայությունը անպայման պատասխանելու է, եթե 21-ին փորձեն լուծարել իրենց պատկերացմամբ ազգային ժողովը, որը իրենք չեն ընտրել, ինչ էր ասում Նիկոլը, արցախցիները ինձ չեն ընտրել, ես ոնց կարող եմ նրանց անունից հանդես գամ, բա դու ով ես այդ դեպքում, որ դու ուզում ես արցախցիների հարցը փոխես կամ լուծես, հա, դու որևէ իրավասություն չունես։ Դու այսօրվա դրությամբ պետք է կանխես միանգամից ցանկացած այնպիսի գործողություն, որը բերում է անհանդուրժողականության արցախայության նկատմամբ, ես չեմ ասում ատելության, հա։ Այսինքն, այս ամբողջը խոսում է նրա մասին, որ մենք գործ ունենք մեկ ուրեմն իշխանության մի խմբակի հետ, որոնք երբևիցե, օրինակ Թուրքը, ինքը Թուրքիան կամ նույն Ադրբեջանը, մեկը մյուսին չէր այսպիսի քայլերի մեջ մեղադրի, հա, չէր սկսի փնովել իր, օրինակ ադրբեջանցիները չէին սկսի փնովել լենկորանցիներին, չնայած այնտեղ ապրում են թալիշները, նրանք այլ կերպ կվարվեն։ Ուրեմն դա նշանակում է, որ դուք հիմա թշնամանք եք հրահրում ձեր ազգի մեջ։ Ով է շահառուն, այս ամենի շահառուն ով է։ Շահառուն իհարկե Ադրբեջանն ու Թուրքիան է միանշանակ, իսկ սրանք ընդհանրապես կատարողներն են, սրանք ով են։ Սրանք իսկապես կատարողներ են, որովհետև եթե դու ենթարկվում ես, ես չէի կարող ասել տենց բան, եթե մենք չտեսնեինք, որ ինքը ենթարկվում է Ալիևի պահանջների։ Ինչ որ ասում եմ, հիմա ինչքան էլ ուզում ես ասա, չէ։ Չէ, ես նկատի ունեմ Արցախի ներկայացության դիմաց այս ակցիաների, այս հենց արցախցիների մեջ պարակտման շահառուն։ Նույնպես Ադրբեջանն ու Թուրքիան։ Իհարկե, եւ ինքը իհարկե, բայց ինքը կատարող է։ Փաշինյանը։ Ինքը, այո, իհարկե, ինքը կատարող է, ինքը իր խմբակով կատարողներն են։ Իրենք շահառուել չեն։ Իրենք իսկապես շահառու չեն, որովհետեւ իրանք ոչինչ չեն կարողանալու հետո ունենալ, բացի նրանից, որ իբր մի կես տարի միգուցե ավել ապրեն կամ ավել իշխեն, եսի նկատի ունեմ դա, այսինքն բնան իշխանություն։ Դա է իրենց այդ բանը, որովհետև եթե դու իրականում խոսում ես պետության, ասում է պետականության վտանգ է սպառնում Արցախի հիմնահարցը եւ արցախյան շարժումը։ Դուք հասկանում եք, որ հիվանդ ուղեղն է տենց բան արտադրում։ Որ ոնց կարելի է համազգային հարցը վերել հասցնել այն աստիճանի, որ իբր թե իրական Հայաստանին, իր պատկերացմամբ իրական, ես անընդհատ հարց եմ տալիս, ուզում եմ հասկանամ, ինչ է նշանակում իրական Հայաստան։ Այդ հələ դուք պատկերացնեք 29743 չէ, դա չի, այդպես բան չկա։ Այդ 29000-ը առաջին հերթին ինքը չի ստեղծել, հիմա ինքը կամած հանձնում է, նեղետել չի մնացել։ Եթե վերցնենք ինչքան են իրանք ընդունում, որ օկուպացված է Ադրբեջանի կողմից, ապա այդ թիվն էլ չի համապատասխանում։ Եվ վաղը կարող է պատահի դուք Սյունիքն էլ հանձնեք, ասեք, վայ, հանգարց ոնց էր ասում, Արցախը հանձնենք, որ լավ ապրենք, հա։ Հիմա Սյունիքը վերեք հանձնենք եւ այլն։ Այսինքն այս տրամաբանությամբ մարդկանց միայն ու միայն պետք է ասել գնացեք, հեռացեք իշխանությունից։ Ուրիշ բան չկա, որովհետեւ եթե պատկերացնենք այդ բոլոր զիջումները գլան, սահմանադրությունը փոխվի, չգիտեմ, էլ ինչ էր ասել, որ ոչ մի պահանջ չունեմ, մենակ թե ինձ թող հանգիստ դես ապրեմ, չի լինելու դա, որովհետև այն մարդիկ չեն թաքցնում իրենց ծրագիրը։ Սրանք ինչով են նաև տանուլ տալիս այս խմբակը, որ Ալիևն ու Էրդողանը պարզ ասում են, թե հետո ինչ են անելու։ Իրանք չեն բավարարվում, չէ, ոչ Սյունիքով, ոչ Միչանցկով, ոչ մի բանով։ Իրենք ասում են Արևմտյան Ադրբեջան։ Այդ նշանակում է, որ ամբողջ Հայաստանն է։ Այդ նշանակում է, որ այլևս հայ ժողովուրդ այստեղ ոնց էր իրենց խնդիրը
հայ չկա, ուրեմն խնդիր չկա, խնդրեմ չկա, հա։ Հիմա նույնն է, իրենք չեն էլ թաքցնում։ Հիմա որ միամիտնա կամ ով է այդպես մտածել, որոշ գործարար կոչվածներ, որ իրենք սա Թուրքիայի հետ պայմանավորվեն, բիզնես կանեն, են 3 մատի կոմբինացիան են ստանալու, ուրիշ ոչ մի բան։ Դե թե դա իրենց մակարդակը կարող է մենակ Պարոն Սարգսյան, այս օրերին նաև իմպիչմենտի մասին է շատ խոսում, դուք ինչ եք կարծում, սա իրատեսական է, որովհետև նաև քպական պատգամավորների ներգրավվածություն է անհրաժեշտ։ Ես արդեն ասացի, որ դա տարբերակներից մեկն է։ Կարող է լինել եւ այդպիսի տարբերակ, ուղղակի դա անհրաժեշտ է, որպեսզի մեծ աջակցություն լինի ժողովրդի կողմից եւ շատ հստակ ձևավորված լինի այդ սցենարը։ Որովհետև դա միայն ստորագրահավաք չի, որ 37-ով հավաքեն, թե արդեն մնացել են 35 իվինջալոց, չգիտեմ ոնց կլինեն մյուս երկուսը։ Համենայն դեպս անհրաժեշտ է 54 ձայն, բայց եթե լինի լուրջ ժողովրդական աջակցություն, հավանաբար նաև այդ հարցը կարելի է տենց կարգավորել։ Ես կարծում եմ, որ պետք է ուղղակի որոշվի, որ ում են առաջադրելու որպես վարչապետի տեխնացու եւ ինչ թիմով են գնալու։ Օրինակ մեր միասին շարժման օրինակն ասեմ, մենք ասում ենք, որ մենք ունենք տեխնացու եւ մենք պատրաստ ենք նաեւ համապատասխան, դա չի նշանակում, որ մենք ենք ու վերջ։ Խոսքը գնում է նամասի, որ քաղաքական ուժը պետք է ունենա իր կազմը, որը պատասխանատվություն է վերցնում, ծրագիր ունի, այդ ծրագիր իրականացնելու համար համապատասխան կադրեր ունի։ Եթե այդպիսի մոտեցմամբ համաձայնության գան քաղաքական ուժերը, ապա իհարկե իմպիչմենտի գաղափարը շատ ավելի կարագացնի process-ը։ Եթե դուք գնում եք միայն հախուռն ասելու թե հեռացիր, հա, շատ լավ, ինքը հեռացավ, իրենց կազմից կարող են ընտրել մեկ ուրիշին։ Դրա համար այստեղ է, որ հարցը պետք է շատ հստակ ձևակերպված եւ ձևավորված լինի։ Ես կարծում եմ, որ այդպիսի իրավիճակ ստեղծվի, իդեպ ասած, նաև անցնեմ երկրորդ հարցի հետ կապված, Արցախի հիմնահարցը որպեսզի շարունակական լինի եւ Արցախայցյան շարժումը շարունակվի, անհրաժեշտ է արդեն ձևավորել եւս մեկ Ղարաբաղ կոմիտե, այսպես պայմանական, բայց դա պետք է լինի համապատասխան համահայկական խորհուրդ, որը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը միջազգայնացնելու նորից այս հարցը։ Եվ սա միակ ձևն է, որպեսզի մենք պահպանենք Արցախի հիմնարցի։ Արցախցիներն ունեն այդպիսի մի խորհուրդ ձևավորած, Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Դա խորհուրդ չի, դա ավելի շուտ խումբ է, որը զբաղվում է ինչ որ խնդիրներով։ Ես նկատի ունեմ, դա պետք է լիազորված լինի եւ դա պետք է լինեն ոչ միայն արցախցիները, այլ դա պետք է լինի քաղաքական ուժերի եւ հասարակության էլիտայի այսպես կոչված ներկայացուցիչներից ձևավորված, հատկապես նրանց, ովքեր որ իսկապես տիրապետում են Արցախի հիմնարցի իրավական հիմքերի։ Մենք ժամանակին 96 թվականին մեր նախաձեռնությամբ, կուսակցության նախաձեռնությամբ մենք ստեղծեցինք ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմ կոմիտե, որը նպատակ ուներ համահայկական կոնգրես հրավիրել։ Ես հիմա էլ եմ գտնում, որ այն ժամանակ ուրեմն Տեր-Պետրոսյանի ցանկությունը չէր, որ այդպիսի կոմիտե ստեղծվեր։ Ես հիմա էլ եմ գտնում, որ մենք պետք է այդպիսի քայլերով գնանք։ Մենք պետք է հիմա համահայկական համաժողով հրավիրենք, որը որ կարող է պատահի Երևանում չհաջողվի, որովհետև սրանք դեռ դեմ կլինեն։ Բայց այդպիսի բան պետք է լինի, որ միասնական դիրքորոշումը հայ ժողովրդի ներկայացվի համաշխարհային հանրությանը, ներկայացվի համապատասխան կառույցներին։ Դուք այդ համաժողովի մասին կարծեմ թե առաջին անգամ չէ որ խոսում եք, եւ արդեն տևական ժամանակ պատրաստվում եք, այո։ Ինչու չի հաջողվում ամեն դեպքում։ Որովհետեւ առաջին հերթին իշխանություններն են միշտ եղել դեմ։ Հենց դա է հիմնական պատճառը, որովհետեւ երբ որ մենք ասում ենք, որ լսեք, աշխարհը չգիտի թե հայությունը ինչ է ուզում։ Դուք չեք ճանաչում Արցախի հանրապետությունը, Պարզը չէ, որ ոչ մի ուրիշ պետություն, դա լիներ առանձին ոչ թե հայկական, միգուցե ուրիշները կարող էին ճանաչեն, օրինակ ինչ եղավ Աբխազիայի կամ Օսիայի հետ, հա, Ռուսաստանը վերցրեց ճանաչեց։ Բայց երբ որ կա Հայաստան եւ Հայաստանի մի մաս, որը միացում էր քարոզում եւ պետք է իրականացներ,
ու դուք չեք ճանաչում, որ նա անկախ է Ադրբեջանից եւ չեք միավորում Հայաստանին, ձեր փոխարենով պիտի դա անի։ Եվ շատերը դիմում էին, ասում էին, տեսեք համանախագահությունը, Մինսկի խմբի համանախագահությունը, պետք է ինքը ինչ որ քայլեր անի, ինքը պետք է դատավորի դեր վերցնի։ Ասում էինք ոչ, որովհետեւ նրանք չունեն այդպիսի մանդատ։ Նրանք ունեն ԵԱԿ-ից մանդատ, որ հաշտեցնեն կողմերին։ Հաշտեցնելու համար էլ գալիս էին առաջարկություն էին։ Ասում էին կարող է համաձայնվեք, որ այսպիսի հիմքերի վրա դուք ձևավորեք ինչ-որ մի համաձայնություն։ Ասում էին ոչ, մեկն ասում էր այո, մեկն ասում էր ոչ եւ այլն։ Եվ դրա հիման վրա մարդիկ ասում են դե լավ, մեր միսիան սրանումն է։ Եթե հայկական կողմը դիմեր ԵԱԿ-ին եւ ասեր, գիտեք ինչ, հիմա պահանջվում է այս բանակցությունների արդյունքում պահանջվում է անպայման մանդատի փոփոխություն եւ լազորությունների ավելացում, միգուցե դա այդպես էլ լիներ, որպեսզի մենք ունենայինք այսպես կոչված տրիցեյսկի սուդիա, այդպես հասկացողություն կա։ Նրանք լինեին այդ դատավորը, որը կորոշեր ով է ճիշտ, բայց ինչի հիմա վրա միայն ուրեմն իրավական հիմքերից բխող հարցերի վրա։ Պարոն Սարգսյան, այստեղ հարցն այն է, որ Արցախյան հարցի այդ բաց թողնելը կամ բացելը վերստին այսպես շրջանառելը շատերի մոտ, հասարակության մոտ նոր պատերազմի տագնապ է առաջացնում, որովհետև Նիկոլ Փաշինյանին եւ իր խմբին հաջողվել է մարդկանց մոտ այդ հավասարության նշանը դնել։ Արցախի հարցի բարձրացումը հավասար է նոր պատերազմի։ Այս խնդրից չեք վախենում։ Բացարձակ ոչ, ասեմ ինչու, որովհետև պատերազմը, եթե այսպես շարունակվի, երկու տարբերակ կա, կամ այս տղան պետք է շարունակի անընդհատ ամեն ինչը զիջել, այսինքն ինչ որ ասեցին պետք է տա, եթե հանգարց մի հատ էլ իրեն կպչեն, ասեն այդ ամառանոցից էլ պետք է թողնեն սեռանս, կարող է պատահի գնա մերժի, օրինակ եմ ասում, այսինքն այդ աստիճան է մակարդակը։ Բայց եթե չէ, ուրեմն մենք ոչ չենք ասում անուղակի ձև, տեսեք, ես ասեցի միջազգայնացնել խնդիրը։ Դա նշանակում է, որ մենք պետք է փնտրենք մեր բարեկամներին, նրանց, ովքեր որ շահագրգիռ են, որպեսզի այդ հարցը այդպես չմնա չլուծված։ Այստեղ, տեսեք, տարածաշրջանում լուրջ փոփոխություններ լինելու են։ Ահռելի տնտեսական ծրագրեր են իրականացվում, նրանցից մեկը Չինաստանն է, որը ուզում է մեկ ճանապարհ, մեկ գոտի այդ ամբողջը իրականացնել այս տարածքով։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է նաև մաս կազմել։ Հյուսիս-հարավ ծրագրում Հայաստանը նույնպես կարող է մաս կազմել, բայց այդ պարագայում դուք պետք է ունենաք շատ վստահելի հարաբերություններ Ռուսաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Չինաստանի հետ։ Այսինքն եթե դուք ունենաք այդպիսի համագործակցություն, իհարկե ոչ ոք թույլ չի տա, որ այստեղ պատերազմ սկսվի։ Մեկ։ Եթե մենք կարողանանք իրականացնել այն, ինչ որ մենք 98-ին էինք առաջարկել, տարանցիկ ճանապարհ դառնա Հայաստանը, օրինակ, հիմա Վրաստանը նույնպես շահագրգիռ է, որպեսզի Աբխազիայի ճանապարհը բացվի, որովհետև ինքը նորից հասկանում է, որ առանց Ռուսաստանի հետ շփումների իր տնտեսությունը ուղղակի կործանվում է, հա։ Ուրեմն կնշանակի, եթե Աբխազիայի ճանապարհն է բացվում, այստեղ դառնում ենք մենք Հայաստանը նույնպես տարանցիկ ճանապարհ դեպի Պարսից ծոց։ Ուրեմն այդ պարագայում Եվրոպան մենք դա էինք առաջարկում։ Եվրոպան իր բեռները կարող է երկաթգծով եւ ավտոճանապարհով տեղափոխել հասցնել Պարսից ծոցի երկրներ, որը անհամեմատ իրենց համար արդյունավետ է եւ տնտեսական առումով։ Ուրեմն կնշանակի բոլոր այդպես եղել է 98-ին, երբ որ մենք դա առաջարկել ենք։ Բոլոր երկրները շահագրգիռ են լինելու, որ այստեղ լինի կայունություն եւ խաղաղություն, այ իրական խաղաղություն։ Այս դրա մասին է խոսքը, այնպես որ պրիմիտիվ ձևով չհասկանան, թե վայ հենց որ Արցախի հարցը բարձրացնենք պատերազմ անելու։ Այդպես չի։ Բայց դրա համար է դիվանագիտություն, դրա համար է խելք, դրա համար է փորձ, դրա համար են միջազգային կապեր եւ այլ եւ այլ։ Դուք այդ համատեքստում, ինչ որ ասացիք հիմա, այդ համագործակցության համատեքստում իրատեսական եք համարում նաև արցախցիների վերադարձ դեպի Արցախ։ Միանշանակ, որովհետև այդ պարագայում ստացվում է հետևյալը։ Նրանք արտաքսված են, նրանք դա բռնի, հա, տեղահանում է եղել։ Բոլորը հասկանում են եւ ընդունում են։
Եթե բռնի տեղահանում է եղել, ուրեմն նշանակում է, որ այդ պետությունը պետք է պայմաններ ստեղծի վերադարձի համար։ Եթե մենք կարողանում ենք, ասում եմ, կրկնում եմ, շատ այստեղ նրբին հարցեր կան։ Եթե դուք կարողանում եք հաշվի առնել օրինակ մյուս պետության, որի մեջ շահագրգիռ եք, նրա շահերը, ապա նա նույնպես ձեր շահերից ելնելով համապատասխան քայլեր է անում։ Սա դիվանագիտական բաներ են եւ սովորական ճիշտ քաղաքականություն վարելը։ Բայց եթե դուք լակոտի նման ձեզ եք պահում եւ թշնամություն եք ուզում անեք նրա հետ ու այն որ ասում են մոսկալա այդ նասլանա հիմա դու դարձել եք այդպիսի բան փոքր մի հատ շնիկը ուզում է հաճալ փեղի վրա գնա հաճա նա քեզ բանի տեղ չի դնելու կամ շատ մի հատ էլ սիլա կտա կպրծնի այսինքն եթե դա է քաղաքականությունը ապա իհարկե ոչ մի բանի չեք հասնի բայց եթե դուք խելոք եք եւ գրագետ եք եւ փորձ եք ունենացել եւ ասում եմ միջազգային կապեր ունեք կարող եք դա անել Շնորհակալ եմ պարոն Սարգսյան Հիշեցնեմ զրուցում էի Արամ Սարգսյանի հետ շնորհակալություն ուշադրության համար